Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ինչ է կատարվում Վահեի հետ։ Նա այսօր շատ տարօրինակ է իրեն պահում։ Եվ նա ամեն անգամվա պես չի կատակում։ Շատ լուռ է։ Վահեն շատ անտրամադիր էր։ Նա իր մեջքին պայուսակ ուներ, աներևույթ, ծանր պայուսակ։ Տեսնես ինչ կար այդ պայուսակում։ Նա երբեք չէր խոսում դրա մասին։ Տարօրինակ է։ Հատկապես երբ կիրակնօրյա դպրոցում է լինում, այդ պայուսակն ավելի ծանր է թվում։ Վահեն գիտեր, որ երբեք չի կարող հաճեցնել Աստծուն, մինչ կրում էր այդ բեռը։ Խորը մտքերի մեջ նա տուն գնաց։ Նա ցանկանում էր մենակ մնալ և միանգամից իր սենյակ գնաց։ Իր մտածմունքները պտտվում էին իր կրած բեռի շուրջ, իրեր, որոնք գողացել էր խանութից, գումար, որը թաքուն վերցրել էր մայրիկից, ստեր և անպարկեշտ կատակներ, որոնք պատմել էր մարդկանց հաճեցնելու համար։ Ես այսպես չեմ կարող շարունակել, մտածեց Վահեն։ Նա մտածում էր այն պատմությունների մասին, որոնք գիտեր Աստվածաշնչից, որ Հիսուսը կարող է ամեն բան նոր դարձնել։ Նոր սկիզբ, դա այն էր, ինչ Վահեն ցանկանում էր, և դրա համար էլ արեց մի բան, որը երբեք չէր արել։ Նա աղոթեց։ Նա անկեղծությամբ խոսեց Հիսուսի հետ և ասաց նրան, որ զղջում է ամեն բանի համար։ Նա խոսեց մեկի հետ, ում մենք չենք կարող տեսնել, բայց նա միշտ մեզ հետ է և լսում է մեզ։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, իմանալով այն ամենը, ինչ արել եմ։ Խնդրում եմ ների, որ ստել, գողացել և վատ խոսքեր եմ ասել։ Սիրտս մաքրիր, արի իմ կյանք և եղիր իմ Տերը։ Ամեն։ Իր աղոթքից հետո Վահեն թեթևացած էր զգում, քանի որ Հիսուսն այսպիսի աղոթքներին անմիջապես պատասխանում է։ Նա ուրախությամբ ասաց. Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ ներեցիր ինձ և միշտ ինձ հետ ես լինելու։ Բոլորը նկատեցին, որ Վահեն փոխվել է։ Նա պատմեց նրանց, թե ինչն է պատճառը, նույնիսկ երբ ոմանք ծաղրում և չէին հասկանում իրեն։ Դու էլ ես կրում այդ ծանր պայուսակը։ Ես չգիտեմ, թե ինչ կա քո պայուսակում, սակայն գիտեմ, որ կարող ես Հիսուսին ամեն բան պատմել։ Արա այն, ինչ արեց Վահեն։ Եթե դա անես, կուզենայի սիրով լսել քեզանից այդ մասին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։